ես կարող ասել, որ խումբը որոշած է շրջագայությունների մասը, կա դրանց դրդերը։ Exclusive միջոցառման մասնակցելի ինքը առնվազն շատ մեծ չէ եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս առիթի համար, որ ես ի վերջո ինձ համար հստակ գիտեմ առնվազն մի շատ մեծ օրինակ, թե վարչապետ լինելը ինչ անձնական օգուտ կարող է։ Այսօրվա իմ ներկայությունը ինձ համար շատ կարևոր անձնական նվաճում է, որ ես այս գործասենյակում ձեր ներկայությամբ եւ գործընկերների ներկայությամբ կարողացա հաղորդակցվել այս ամեն ինչի։ Երկրորդը, որ կուզենայեմ ասեմ, ինչ-որ ձևով օրգանական կապվում է ձեր քիչ առաջ ասածի հետ, ձեր գործունեությունը եւ ընդհանրապես երեշախմբի գործունեությունը ինձ համար շատ ուղիղ առարկայությունն է նոր գտակարանի 10 մնացների առակի հետ։ Եթե հույս ունեմ վերնագիրը ճիշտ եմ հիշում, երբ որ տերը հեռանալուց առաջ 3 տարիների տալիս է 10 մնաց, ասում է վերադարձին գտակ եւ ինձ հաշիվ գտակ, թե ինչ է կարել եւ գովում են ծառային, այդ մնացները ես դրեցի գործի մեջ եւ ահա 20-ն են վերադարձնում քեզ։ Շատ ինձ համար ամենազարմանալի ձեր եւ երեշախմբի գործունեության մեջ այնա թե ինչպես է հնարավոր արդեն իսկ գոյություն ունեցող եւ ըստ էության հանրահայտ, այսինքն ոչ մի գաղտնիք չկա, վերցնել մշակութային գործերը, այսինքն 10 գործը եւ ստեղծել դրա հիման վրա 10 լրիվ նոր գործ, որը բացառիկ է, ինքը բացառիկ է, էքսկլյուզիվը բացառիկով որ թարգմանում ենք, մենք այնց լավ չենք հասկանում, որը էքսկլյուզիվ է եւ կարծում եմ դա դա իրոք զարմանալի է, որովհետեւ այդ հայտնի ստեղծագործությունները ինչպես կարող են հնչել էքսկլյուզիվ կերպով եւ էքսկլյուզիվ կերպով այնպես, ինչպես դա անում է արդեն ձեր անվան հակաձայնական երգչախումբը։ Երրորդ բանը, որ ուզում եմ ասել, արդեն որպես սպառող, հետևյալն է, որ ես պետք է արձանագրեմ, որ ձեր ստեղծագործությունները մասնավորապես YouTube-ում, ես Spotify-ը չեմ ուզում, գտնելը հեշտ չի։ Իհարկե նախկինում ես այս թեմայի մասին որ մտածում եմ դե լավ նորմալ է, դեռ առանձնապես մեծ շարժիլություն չկա,
Բայց քանի որ Հայաստանում արդեն YouTube-ի բանը բացվել է մոնետիզացիա։ Ես կարծում եմ, որ ԿԿՄՍ մեր գործընկերները եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության գործընկերներին ես կհանձնարարեմ, որ աջակցեն, որպեսզի ակադեմիական երգչախմբի իրեն ապետ եւ արի YouTube-յան եւ մյուս ալիքների բան ալիք բացվի, որպեսզի ավելի շատ հասանելի մարդկան եւ երկրորդը դա արդեն կարող է եկամուտներ բերել եւ այսինքն գլոբալ շուկայի եկամուտներ բերել, բայց դա կարծում եմ շատ լուրջ նախագիծ է, որը պետք է լուրջ նախագծի վարվի, որպեսզի հասանելիությունը լինի հնարավորինս շուտ, հնարավորինս արագ, որտեղ իրոք բացություններ կան որոշակի դրա հետ կապված, եւ դա նաեւ օգուտներ կբերի եկամուտի լրացուցիչ կապույտ կլինի երգչախմբի համար, այդ չեմ ասում, որ նաեւ դասարանի հավանությունները իրանք հնարավորություն կտան ավելի լայն դասարանում լսել լինել։ Կրկին հարգելի պարոն Չեքիջյան, հարգելի մայստրո, իմ խոնարհում է ձեր առաջ, ձեր գործունեության առաջ։ Մենք շատ խոսում ենք արժեքների եւ արժեքային հասարակության մասին եւ աներկվա է, որ այն արժեքը, որը դուք ստեղծել եք, վերջին հարյուրամյակի մեր ամենահիշարժան եւ նշանավոր ձեռքբերումներից մեկն է եւ պատահական չի ամենևին, որ Հայաստանի Հանրապետությունը իր ճանաչումը այն վաստակների ձեզ շնորհել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում եւ իհարկե այս համարը որոնցությունը դասինը եւ առանձնացնելն եւ դա պատմում եմ, որ նաեւ ժողովրդի գնահատականն է։ Ես մենակ մի բանի համար եմ, այս դեպքում համար ասում եմ, միայն մի բանի համար եմ ցավում, որ մենք դեռևս չենք կարողանում գտնել այն բանաձևերը, որ այս ինչ-որ ներկայացնում ենք, հասու լինի հնարավորինս շատ մարդկանց։ Ես ընդհանրապես ասեմ, որ այդպես մի լուր բանավեճ կա, երբեմն այդ բանավեճը լուր ռեժիմից անցնում է բարձր ռեժիմի, արվեստի, մշակույթի եւ մարդու հարաբերությունների մասին։ Ես չեմ պատկերացնում մշակույթ եւ արվեստ, որը մարդու մասին, մարդու համար չի, որովհետեւ մշակույթի միջոցով, օրինակ այդ երգը ես քանի անգամ լսած եմ, հա, երևի որ չափազանցնեմ, հարյուրավոր անգամ լսած կլինեմ, եւ այսօր արձանագրեցի մենակ, որ մարդը, ասում եմ մարդը, այն իմիջիայլոց ում մասին ենք երգում, մենք խոսում ենք չարքաշ մշակույթի մասին։ Բայց եթե մենք վիճակագրություն անցկացնենք, մի հարցում անցկացնենք, թե Հայաստանում հողի վրա աշխատող քանի մարդ է, որ լսել է գիտեք, ոչ թե ալիք փոխելով, ալիք փոխելը ուրիշ ռեժիմ, այլ լսել ենք հաղորդակցվել է ձեր կատարման հետ, որտեղ գյուղացի այդ այսօրվա արձանագրումն է, չնայած ակնհայտ բան, ասում է Եզո ջան, ախպեր ջան։ Հասկանում եք, մենք այս արտահայտությունը ինչ է նշանակում։ Մարդը կենդանում ասում է ախպեր ջան։ Ինչ է սա նշանակում, սա ինչի մասին է։ Ես օրինակ նկատեցի, սա կյանքի մասին է։ Սա նրա մասին է, որ մարդը հայ գյուղացի այդպես էլ չի կարողանում եւ պետք է դրա մասին չի կարողացել եւ չի կարողանում լուծել իր ամենակարևոր խնդիրը։ Հաղթահարել այն խոչընդոտը, որը իրան միացնում է կյանքի հետ, որ իրան դարձնում է կյանքի շահը։ Մեր իրականության ամենամեծ խորհուրդը դա է, որ մենք չենք կարողանում եւ չենք կարողացել մեր հաղթացում դարձնել կյանքի շահը։ Իսկ իմ կարծիքով, որպեսզի ես մնամ լիարժեք թեմայի մեջ, երբ մեր գյուղացին կարող համարենք այդ երգի հերոսը, որ դարձել է կյանքի շահը։ Երբ որ մենք արձանագրենք, որ մեր երկրում հողի վրա աշխատող մարդկանց
տոկոսը պատը դա շատ պայմանական բան է։ Ներկա դրվում է ձեր որևէ համերգում։ Դա նշանակի որ հաղթարել է կյանքի բանը, իր եւ կյանքի միջև հաստատությունները։ Որտեղ ես շատ նաև իմ աշխատանքի բերում մտածում եմ, դա պետք է ասում եմ բարեկեցություն, դա ի՞նչ է բարեկեցություն։ Եվ ես չեմ պատկերացնում բարեկեցություն, երբ որ մարդը մշակույթին հասանելիություն ունի։ Մենք ասում ենք խմելու ջրին հասանելիություն պետք է ունենա, չգիտեմ, սննդին հասանելիություն պետք է ունենա, բայց դա բարեկեցություն չի, բարեկեցության շատ դա գոյատևման մակարդակ է, երբ որ դե հաց կա, ջուր կա, դա գոյատևման մակարդակն է, այլի գոյությունը պահպանելու մակարդակ է, ինչ որ մի չափ իմ ընկալման կյանքն է, երբ որ մարդը հասանելիություն ունի նաև մշակույթ։ Եվ ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչը ամենամեծ ցուցիչը միշտ ձեր երգչախմբի պարագայում կարող եմ ասել եւ նաեւ այլ մշակութային իրադարձությունների պարագայում այդ համերգներին դատարկ տեղերը եթե լինում են դատարկ տեղերը արտաստ լինում են շատ հաճախ որ այդպես առանձնահատուկ դեպքերում տոնական այդպես եւ այլն դա է ինձ համար աղքատության ամենամեծ ցուցիչը, որ դա նշանակում է մարդիկ բավարար հասանելիություն չունեն կյանքի։ Եվ ես հույս ունեմ, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում նախարարը բան կանի, ԿՎԿ-ի ամեն անգամ երբ որ մի կարևոր իրադարձություն անում են մշակութային, եւ ես ներկա եմ լինում ու դահլիճում լինում են ազատ տեղեր, չասեմ դատարկ, չնայած դատարկ նախարարը իմ հարցը հետևանն է, բայց ինչի ատենց, որովհետև ես ցավ եմ զգում նրանից, որ ևս 50 մարդ կարող է հաղորդակից լինել սրան և հաղորդակից չեն են։ Չնայած ես գիտեմ, որ Հայաստանի մշակութային գործիչների շրջանում կա նաև այդպիսի տեսակ է, որ ես բացարձակապես չեմ հիշում, որ մշակույթը նրանց համար է, ովքեր դա հասկանում են։ Ես չեմ կարծում, թե մարդը պետք է հասկանա մշակույթը։ Ես կարծում եմ, որ մշակույթը պետք է հասկանա մարդը։ Որտեղ այն մշակույթը, որը չի հասկանում մարդուն, հազար ներողություն, բայց դա ինձ համար այլ մշակույթ չի։ Ես ունեմ ձեզ շնորհակալություն հայտնեմ, որ դուք հասկանում եք մարդուն, որովհետև դուք խոսում եք 300 բայց իմ կարծիքով դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգի, ինչը չափազանց կարևոր է և ես շնորհակալություն եմ հայտնում և ոչ միայն բառիս փոխարբերական, այլ բուն